Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 13-ի համար։ Օրը կարծես թե 5 շաբթի է, չգիտեմ ճիշտ եմ թե ոչ, համենայն դեպս նայում ենք նոյեմբերի 13-ի համար կանխատեսումը։ Տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 13-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, ոմանք կարող է աշխատանքի բերումով են գնում, նաև կարող է գնալ հարցազրույցի, աշխատանք փնտրելու, այդ օրը շատ աշխատանք ունենաք, ընդունվեք աշխատանքի, հանդիպեք պետական աշխատողի հետ, բայց հետո ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, միգուցե աշխատանքը, միգուցե աշխատակազմը, միգուցե չեք կարողանում աշխատանք փնտրեք, խոսում եք ինչ-որ մեկի հետ աշխատանքի ընդունվելու հետ կապված է, որ չեք կարողանում ընդունվել եւ տրամադրություն անկնում է։ Ինչ-որ մի ձևով միայնակ եք ձեզ զգում, դա ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, հա, նմանատիպ տխրություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 13-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ հաջողություն ունեք։ Այնպես է, որ կարող եք ձեր ձեռքից նաև բաց թողնել դա, բայց բռնում եք։ Երևի հիմա արդեն գիտեք եւ օգտվում եք այդ հնարավորությունից եւ հաջողություն եք ունենում։ Օրվա ընթացքում ոչ է նամակ, լուր, տեղեկատվություն կստանաք, փաթեթ, փաստաթուղթ եւ կտրուկ, անսպասելի ձեր գործերը առաջ կմղեք։ Նա ինչ որ քայլ կանեք ձեր գործերը առաջ մղելու համար։ Միգուցե մնացել էին, կանգնած էին, հա, հիմա արդեն այդ ամենը կամ դուք կանեք առաջ կամ ինքն իրան առաջ կգնա։
Դե ընդհանրապես օդապարիկի մենք ենք կառավարում, դա ոնց որ մենք ենք առաջ տանում, որ կողմ տանենք, այդ կողմը կգնա։ Չնայած քամին էլ է տանում, բայց ավելի շատ մենն է։ Այնպես որ դուք եք այստեղ կտրուկ քայլ անելու ձեր գործերը առաջ մղելու համար։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը առավոտյան շուտ եք արթնանալու կամ երկար կքնեք, հետո կմտածեք, որ ուշացաք կամ ինչ որ պահեր կամ միգուցե պարկածեք եւ ինչ որ մեկի մասին եք մտածում։ Նաև օրվա ընթացքում կստանաք երկար սպասված տեղեկատվություն, փաթեթ, փաստաթուղթ, SMS, օրվա ընթացքում հստատել եք ինչ որ մեկի վրա, միգուցե ինչ որ մասնագետի վրա։ Հույսով եք, որ այդ մասնագետին կհանդիպեք կամ ձեզ կընդունի, ամենայն դեպս կամ խոսում եք իր հետ կամ հանդիպում նաև։ Եվ եւս էլի տատանվում եք։ Ինչ որ մտքերի մեջ եք ավելի շատ, առավոտ մտածում եք, օրվա ընթացքում ինչ որ բանի հույսով եք եւ հետո նորից կամ կասկածներ կան, գուցե այդ մասնագետի հետ խոսում եք եւ ինչ որ կասկածներ, որից հետո սկսում եք տատանվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 13-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ձեր գործերը որոշ չափով առաջ կմղեք, շատ չէ, բայց առաջ կմղեք։ Նաև օրվա ընթացքում ոմանք կպարկեն, կհանգստանան, միգուցե ձեզ լավ չեք զգում պարկում եք կամ քնում եք, նաև դա ինտիմ հարաբերություններ է։ Եվ ինչ որ մի բան եք ձեր ձեռքից բաց թողնելու, որից է հնարավորություն։ Կարող է պարկում եք, քնում եք եւ այդ ընթացքը անցնում է ինչ որ հնարավորության։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը առավոտյան մտքերի մեջ եք լինելու կամ կմտածեք ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին, այստեղ ինչ-որ բաներ են ուշանալու մեկ ամիս, միգուցե դրա մասին եք մտածում, թե ինչու են ուշանում, ինչ կարող եք անել, որ ավելի շուտ լինի։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տղամարդու հետ, ում հետ կամ գումարային ինչ-որ թեմաներ են, կարող եք խոսել, քննարկել, արժեք, նաև կամ դուք եք գումար տալու իրան, կամ ինքն է գումար տալիս ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 13-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հույսով եք արթնանում, հույսով լցված, կամ հույսն է դել եք ինչ-որ բանի վրա, այդպես արթնանում եք և մտածում եք դա կլինի, թե ոչ այդպես։ Նաև պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ հանկարծակի լուր կլսեք, դա կարող է լինել հիվանդանոց, բժշկական կենտրոն, որևիցե ուսումնական կենտրոն, բանկ և այլն, յուրաքանչյուր տեղից։ Եվ ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք հանդիպեն ոչ պետական աշխատողի հետ, միգուցե բժիշկն է, միգուցե ռեկտորն է և այլն։ Նաև շատ աշխատանք կունենաք այդ օրը, պատվերներ կգրանցեք, գնացեք, փնտրեք այդ օրը կարող է հավանականություն մեծ աշխատանք գտնելու։ Նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, միգուցե աշխատանքի հետ է կապված, միգուցե այդ պետական աշխատողն է ձեզ ասում, եւ երեկոյան ինչ-որ միտեղ կգնաք, երկար կմնաք։ Կամ աշխատանքի տեղը երկար կմնաք, ինչ-որ մի բան է, որ երկար կձգձգվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքների։
Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը առավոտյան ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, որովհետև այդ օրվա ընթացքում միգուցե արդեն իսկ գիտեիք, որ փակ է, եւ ոչ թե տղայից է կախված, ոչ թե տղամարդուց է կախված, որ կբացվի, միգուցե օգնում է ձեզ եւ բացում է այդ ամենը, կարողանում եք անել այնինչ որ ուզում եք, համար ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, գումար կստանաք կամ գումար կծախսեք, հաջողություն ունեք նաեւ ճանապարհին, կամ գալիս են ինչ որ մարդիկ ձեզ մոտ ինչ որ մի լավ բան է տեղի ունենում իրենց գալով նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն սիրո խոստովանություն միգուցե հաջողությամբ գնում տեղ եք հասնում որպեսի հետո մասնակցեք հարսանիքին կարող մնում եք այնտեղ մի քանի օր օգնում եք իրենց կամ ինչ որ մարդիկ են հաջողությամբ գալիս եւ կարող ձեր զույգն է որ դրսում է գալիս է Դե ոմանք էլ թող սպասեն ամուսնության առաջարկին։ Դե կարող հրավիրում են ձեզ հարսանիք։ Ուղղակի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը կարող եք հանդիպել կամ շփվել ոչ թե տղայի հետ, կարող ծանոթություն է։ Կհուզվեք իրեն տեսնելուց։ Կարող է ժամադրության եք պատրաստվում գնալ, ձեր տղան է, ձեր եղբայրն է, ձեր ամուսինն է, տեսնելուց հուզվում եք։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ բան է ձեզ տանջում, կտատանվեք, անսպասելի լուր կարող եք լսել հանկարծակի ճանապարհ գնալ կամ կարող եք լսել, որ ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ Եվ կարիերայում փոքր առաջընթաց է։ Շատ չէ, բայց փոքր առաջընթաց ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հաջողությամբ ձեր գործերը առաջ կմղեք, դռները բաց են, կկարողանաք յուրաքանչյուր բան անել, առաջ տանել, հետո կսկսեք մտածել ինչ-որ մեկի մասին, ինչ-որ բանի մասին, օրվա ընթացքում ոչ մի տեղ կգնաք, երկար կմնաք, ուրեմն մասնագետի մոտ եք, սպասում եք, որպեսզի հանդիպեք իրեն, խոսեք իր հետ եւ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օր ինչ-որ մի բան է ձեզ մոտ ուշանում, ինչ-որ մի բան մոտապես 1 ամիս կուշանա, սկսում եք տատանվել, ծանր ու թեթևանալ, միգուցե կասկածել նաև ինչ-որ բաներում, օրվա ընթացքում ուշադիր եղեք, կարող եք ոչ մի բան ձեր ձեռքից բաց թողնել։ Եվ ելք եք փնտրելու ոչ մասնագետի հետ, իրար հետ կարող եք նստել, խոսել եւ ինչ-որ հարցին լուծում գտնել։ Այսքանը ձեզ համար, միգուցե ձեր մասնագիտականի հետ է կապված։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 13-ին։
Հարգելի ջրհոսեր, այդ օրը նոր դռներ են բացվելու ձեր առջև, հաջողություն ունեք։ Դե բանալին ձեր ձեռքն է, ինչ ուզեք կարող եք անել։ Գուցե դուռ եք փակում, դուռ եք բացում։ Մի փոքր այստեղ գումարը ստանալու կամ ուղարկելու հետ կապված խոչընդոտներ կարող են առաջանալ, բայց հետո անմիջապես անցնում է դա, որովհետև ուրախ եք, տրամադրությունը բարձրանում է։ Եվ բացի դա էլ ոչ էլ լուսավոր մի բան է տեղի ունենում եւ ամեն ինչ կկարգավորվի, ձեր տրամադրությունը կբարձրանա։ Օրվա ընթացքում նաեւ կստանաք հանկարծակի լուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 13-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կամ առավոտյան շուտ եք արթնանալու կամ մի փոքր երկար կարող եք քնել։ Օրվա ընթացքում երկար սպասված նամակ, լուր, տեղեկատվություն կարող եք ստանալ, փաթեթ է, փաստաթուղթ է, որը կամ ձեզ հույսով է անում, կամ հույսն է դնում եք դրա վրա, այդ ստացածի վրա։ Եվ հեռախոսազանգ է սա, կամ դուք եք փորձում զանգարեք, չի ստացվում ինչ-որ մեկին, կամ ձեզ են փորձում զանգարել, չեն ընկնում։ Եվ երեկոյան այստեղ ինչ-որ մի բան կարող է ուշանալ, օրինակ մոտավորապես 3 ամիս, դա կարող է ձեզ ուրախացնել։ Որտեղ բաներ կա, որ մենք ուրախ ենք, որ մի քիչ երկարում է։ Բայց սա կարող է նաև լինել այնպես, որ եթե ինչ-որ մի բան էր, որ 3 ամիս կարող է ուշանալ, հիմա է լինում։ Դա է ձեզ ուրախացնում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։